Բարի երեկո, սիրելի հյուրեր, սիրելի գործընկերներ, սիրելի թիմակիցներ, սիրելի հայրենակիցներ։ Ինձ համար մեծ պատիվ է այս օրերին խոսել Զվարթնոց օդանավակայանի մասին, հաշվի առնելով, թե ինչ ժամանակահատվածում ենք գտնվում։ Սա վկայություն է այն մասին, որ մենք հանձնառու ենք ստեղծել որակով նախագծեր, որակ բերել մեր աշխատանքին Երևանի քաղաքապետարանում, ինչը նախատեսում ենք սեպտեմբերի 18-ից, ու նաև խոսել մի կարևոր բանի մասին, որը մեզ համար նշանակում է հին եւ նոր Երևանի ներդաշնակ համագեցություն։ Դուք տեսնում եք Զվարթնոց օդանավակայանի պատկերը այստեղ, եւ ես ցավով արձանագրում եմ, որ վերջերս Զվարթնոցի մասին հիշելիս պարբերաբար խոսվում է 13, 16, 18 թվականներին դրա քանդման մասին։ Այսինքն առիթը, որով հիշատակվում է Զվարթնոց օդանավակայանը, անընդհատ այդ մասին է, որ պիտի քննարկվի քանդելու գործընթացը։ Քաղաքաշինության կոմիտեն, ապա դիմում են քաղաքապետարան տարբեր մարմիններ։ Եվ երևանցիները ամեն օր պայքարել են, որ Զվարթնոցը կանգուն մնա։ Սա լավ արձանագրում է այն իմաստով, որ մենք անտարբեր չենք, ու ես ուրախ եմ դա ասել Զվարթնոցի հանդեպ, բայց միևնույն ժամանակ սա արձանագրում է այն մասին, որ ինչու ենք մենք անընդհատ գնում քանդելու ճանապարհով։ Սա ճանապարհ չէ։ Ու հատկապես ճանապարհ չէ, երբ որ խոսքը վերաբերվում է պատմամշակութային արժեքներին։ Ցուցակում կա, թե չկա, ամենևին կապ չունի։ Հարցրեք յուրաքանչյուր երևանցու, յուրաքանչյուր հայի, ու կիմանաք, որ սա արժեք է մեզ համար, մեր հիշողության համար, մեր ճարտարապետական գլուխ գործոցներին ի խոնարհումն սա արժեք է։ Եվ դրա համար մենք որպես թիմ կուսակցություն, ով խոսում է խորհրդանիշերի արժեքների մասին, շատ կարևոր հանգրվանի ենք հասել։ Համագործակցել ենք Արթուր Թարխանյան կենտրոնի հետ մեծ սիրով, որպեսզի այլևս Զվարթնոց օդանավակայանի մասին խոսելիս խոսենք վերակառուցման, վերաիմաստավորման, վերարժևորման մասին։ Եվ այսօր ներկայացնելու ենք ձեզ նախագիծ, որը մեր թիմում է երկար քննարկվել, թե ինչպես պիտի անենք, իսկ մենք գիտենք ինչպես, ու նաև այն ինչ միջոցներով, ինչպիսի ներդրումներով։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այսօր Երևանը ընդունում է մոտ 3 միլիոն ուղևորներ տարվա կտրվածքով, իսկ Զվարթնոցի վերակառուցումն ու վերակենդանացումը ընդլայնելու է այդ հնարավորությունը, կարող է հասնել մինչև 12 միլիոնի։ Իսկ սա նշանակում է դարձնել ներդրումն ու գործունեությունը ծախսարդյունավետ, որն իր հետ նվազեցնելու է տոմսերի գինը դեպի Հայաստան եւ Հայաստանից։ Իսկ սա նշանակում է զբոսաշրջության զարգացում, սա նշանակում է պետության զարգացում, սա նշանակում է ներդրումների ներհոսք։ Երբ որ զբոսաշրջիկը մտածում է, թե ուր գնա, առաջին հերթին, որ հաշվարկ է անում, դա տոմսի գինն է, եւ որովհետեւ ծախսարդյունավետ չեն տարբեր ներդրումներ օդանավակայանում, այն թանկ է նստում։ Այս լուծումով, այս ներդրումով մենք կարողանալու ենք նաև դրա վրա ունենալ ազդեցություն եւ պատկերացրեք ինչքան է փոխկապակցված պետության զարգացումը օդանավակայանի հետ։ Ավելորդ է ասել, որ այն ճարտարապետական գլուխգործոց է։ Եվ դուք այսօր կիմանաք, որ դա մենք չենք ասում, սիրում ենք չէ օտարներին հողում անել։ Կանենք այդ հողումը։ Եթե իրենց ենք հավատում, կտեսնենք, որ բոլորի գնահատմամբ է սա ճարտարապետական գլուխգործոց։ Եվ այսպես անփութորեն վերաբերվել մեր խորհրդանիշերին, մեր ճարտարապետական գլուխգործոցներին, այլևս չենք հանդուրժելու եւ թույլ չենք տալու։ Եվ Երևանցին ստիպված չի լինելու ամեն օր դուրս գա փողոց պայքարի, որպեսզի Զվարթնոցը պահպանվի ու պաշտպանվի։ Ասում են, որ նստեցման հնարավորություններն ընդլայնելու համար այն պիտի քանդել, որովհետեւ վթարային վիճակում է։ Վթարային վիճակում գտնվողներն ամրապնդում են։ Դրանց չեն բերում հասցնում վթարային վիճակի որևէ կերպ չխնամելու հետևանքով։ Այն տրվել էր ի պահ, իսկ ինչպես է պահպանվել։ Չեմ ուզում որևէ որակավորումով գնահատական տալ, թե ինչ անմխիթար վիճակում է հայտնվում այսօր այս գլուխգործոցը։ Մենք այդպես չէինք պատկերացնում, երբ որ մտածում էինք, որ օդանավակայանը պիտի վերազինվի, վերակառուցվի։ Եվ նաև
ամենահետաքրքրական փաստերից մեկն այն է, որ սա դեռ ամբողջը չէ։ Նախատեսված է եղել, որ Զվարթնոցը երկու ծաղկաթերթ, ճիշտ որ բառը օգտագործեմ, այդպեսին պիտի լինի։ Ես հուսով եմ հնարավորություն կունենաք դա տեսնել, կամ եթե ոչ այսօր, ապա այլ առիթով կիմանաք, որ նաև երկրորդ թևը պիտի լիներ հենց այսպիսի գեղեցկությամբ։ Մարդիկ աշխատել հասցրել են մի կետի մեզ բոլորիս թողել են, ժառանգել են այս գլուխգործոցից, մենք փոխանակ շարունակենք, դրա փոխարեն քանդում ենք։ Դա այլևս չի լինելու մեր մշակույթում։ Մենք պիտի պաշտպանենք մեր անցյալը, մեր արժեքները, որովհետև մենք պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մենք պատմություն ունեցող քաղաք ենք, եւ մենք պիտի արժևորենք, մեր ինքնությունը պաշտպանենք, որպեսզի շարունակություն ունենանք, որովհետև նա ով հիշողություն չունի, դատապարտված է վերացման։ Եվ մենք այսօր հասել ենք այս դար, որովհետև հայոց պատմությունը եւ մեր մշակույթը մեզ բերել են այստեղ, հայոց լեզուն, մեր արժեքները, եւ Զվարթնոցն այդ արժեքների թվում է։ Դա է պատճառը, որ ապրելու երկիր կուսակցության թիմը նախաձեռնել է մեր ծրագրերում 8 մեգանախագծերում, որ այսօր տարբերաբար ներկայացնում ենք Երևանի հանրությանը, խոսում ենք դրանցից մեկը որպես Զվարթնոց օդանավակայանի վերակառուցման մասին։ Ինչպես ենք դա անելու, արդեն ասացի, որ համագործակցում ենք Թարխանյան կենտրոնի հետ եւ Տիկին Թարխանյանը մանրամասն կներկայացնի ու կտեսնեք, որ մանրամասն մտածել ենք եւ յուրաքանչյուր դետալ հաշվի ենք առել եւ այն նախագծերը, որ առաջարկում են երևանցիներին, հիմնավոր են, հաշվարկված են, մտածված են, որպեսզի բոլորիս արժանապատվությունը պաշտպանենք ու հպարտանալու բան ունենանք։ Ես շնորհակալ եմ ձեզ այսօր այստեղ գտնվելու համար եւ սիրով խոսքը պիտի փոխանցեմ Տիկին Թարխանյանին շարունակելու, թե ինչպես ենք տեսնում Զվարթնոցի վերակառուցումը, վերագործարկումը եւ մեր արժանապատվության վերականգնումը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Թանդիլյան ելույթի համար։